Բոլոր այն երիտասարդները, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կամովին կամ էլ հանգամանքներից դրդված, կարող են այլևս չանհանգստանալ, որ մտափոխվելու դեպքում հարկադրված կլինեն պատասխան տալ օրենքի առաջ։ Արդեն ոչ առաջին անգամ զորակոչին ընդառաջ դատախազությունը հորդորում է. եկեք, ներկայացեք եւ առողջ լինելու դեպքում մեկնեք ծառայության, եթե ձեր 27-ը դեռևս չի լրացել։ Ես կոչ եմ անում բոլորին էլ, ովքեր օտարափերում են գտնվում, կամովին ներկայանան իրանց պարտքը կատարեն հայրենիքի համար եւ լուծվելու են նրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը։ Սա կարող եմ բարի կամքի դրսևորում է եւ բազմաթիվ հայորդներ անցալով մեր կոչին եւ օրենքի նաեւ պայմանները լրացնելով վերադարձել են Հայաստան։ Քրեական պատասխանատվությունից ազատվելու տրամաբանությունը նույնն է ոչ միայն 18-ից 27, այլև 27-ից 37 եւ դրանից բարձր տարիքի անձանց համար։ Ձևերն են տարբեր։ Դատախազը հիշեցնում է, եթե մինչև 27 տարեկանների համար ծառայությունը պարտադիր է, ապա 2011-ի մայիսի 1-ի դրությամբ 27 բոլորացները ինքնակամ ներկայանալու դեպքում մեկամսյա ժամկետում կստանան քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, զինվորական գրքույկն ու կուղարկվեն պահեստազոր։ Ճիշտ է, սահմանված գումարը վճարելուց հետո միայն։ Յուրաքանչյուր զորակոչի գումարը կազմում է 100,000 դրամ։ Նայած անձը հիմնականում մուծվում է 1,800,000 դրամ։ Գումարի դե պետք է ասեմ, որ գնում է հատուկ հաշվի համարի, որը նույնպես օգտագործվում է ռազմական կարիքների պաշտպանական նպատակներով։ Օրենքի 3-րդ կատեգորիայում 37-ից բարձր տարիքի անձինք են։ Նրանք նույնիսկ կարող են չվերադառնալ արտասահմանում իրենց բնակության վայրից, այլ դիմում ներկայացնել հենց տեղում, նոտարով վավերացնել այն եւ հարազատների միջոցով փոխանցել Հայաստանի իրավասու մարմիններին առանց գումար վճարելու։ Կան մարդիկ, որ անցել են նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները 10 տարուց ավել, 37 տարեկանից բարձր, նրանք բոլորն էլ կարող են կամովին ներկայանալ, իրենց համաձայնությունը տալ, որ իրենք համաձայն են իրենց վերաբերյալ քրեական գործերը կարճվելու վաղեմության հիմքով եւ այդ պայմաններում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Օրենքն իրականություն դառնալուց առաջ մանրամասն քննարկվել է ազգային ժողովում։ Համապատասխան հանձնաժողովի նախագահի համոզմամբ երիտասարդները վերադառնալով մեկ այլ կարևոր խնդիր էլ կլուծեն։ Այս դեպքում օրենքի գործունեության դեպքում նրանք վերադառնում են իրենց հետ բերելով իրենց մայրերին, քույրերին, ընտանիքը մի խոսքով։ Եթե սա մի հոգի էլ վերադարձնելու է Հայաստան, էլի դրական նախաձեռնություն, այսինքն մենք ոչինչ չենք կորցնում, միայն շահում։ Ռազմական փորձագետը թեև չի շղթում, որ զորակոչիկների հայրենիք վերադառնալուն եւ ծառայելուն խանգարում էր ոչ միայն ճաղերի ետևում հայտնվելու մտավախությունը, բայց կարծում է, որ դրա վերացումը թեկուզ որոշակիորեն կնպաստի, որ սկսեն մտորել հայրենիք վերադառնալու մասին։ Սա քայլ է, որը թույլ է տալիս մեր հայրենակիցներին վերջնականապես չխզել կապերը հայրենիքի հետ։ Միայն 2011-ի գարնանային զորակոչի ընթացքում դատախազության հորդորին անցացել է մինչև 27 տարեկան 130 զորակոչի, 27-ից բարձր 330 անձ։ Արդյունքում զինված ուժերի կազմը համալրվել է 48 նոր մարտիկով, պաշտպանության նախարարության բյուջեն էլ հարստացել է 370 միլիոն դրամից ավելի գումարով։ Աշնանային զորակոչի արձագանքներն էլ չեն ուշացել։ Մի քանի օրվա ընթացքում դատախազ Սուրեն Պարսամյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր արտասահմանից եւ Հայաստանից։ Արոն Հայրապետյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։